Լավ լուրն այն է, որ արդեն իսկ այս պահաբաց չենք թողնում եւ սկսել ենք։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված իրավիճակին անդրադառնալով, արդեն հարաբերություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ մինչ այդ նախորդ օգոստոսից առաջ միայն կար հակամարտության իրավիճակ այս երկրների միջեւ։ Շատ բաներ են տեղի ունեցել այդ օրից ի վեր, բաներ, որոնք աներևակալի են։ Մարդիկ իրավիճակներ, որոնք նախկինում պարզապես անհնարին էր թվում բոլորի համար։ Ավելի քան 2 տարի է անցել, ինչ որ մեկ զինվոր կամ ծառայող չի սպանվել որևէ կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կանգնած։ Հակամարտության սկզբից ի վեր երբեք չի եղել այսպիսի 2 տարի։ Դե գոնե Հայաստանի հետ կապված վիճակագրությունը, որ ես գիտեմ, այդպիսի 1 տարի անգամ չի եղել, երբ որևէ զինծառայող չի սպանվել սահմանին հակառակորդի փամփուշտներից զոհ դառնալով։ Ի հավելում դրա, անցյալ աշունից ի վեր Ադրբեջանը վերացրեց բոլոր սահմանափակումները երկաթուղային տարանցման բոլոր սահմանափակումները խոչընդոտները վերացրեց, որը հսկայական քայլ առաջ է Հարավային Կովկասի այս տարածաշրջանի համար։ Երկաթուղին չէր անցնում Ադրբեջանով դեպի Հայաստան ավելի քան 3 տասնամյակ։ Հիմնակարային կարևորագույն ձեռք բերում է սա խաղաղության եւ փոխկապակցվածության լավ առումով փոխկախվածության երկու երկրների միջև։ Նաեւ ուղղակի առևտուր ենք սկսել Ադրբեջանի հետ, հայկական կողմը արդեն գործարարները Հայաստանից արդեն ներկրումներ են անում, նավթամթերք են ներմուծում, Ադրբեջանից մի բան, որ աներևակայելի էր նախկինում։ Աներևակայելի։ Եվ արդեն երկկողմանի բիզնես նախաձեռնությունների մասին քննարկումներ են գնում, ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնք մեզ են պետք, որոնք իրենց են պետք։ Մենք հնարավորություն ենք այս պայն այս դրական իրավիճակը ել ավելի մեծացնելու, ել ավելի զարգ տալու։ Ունենք կարգավորման գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւս, որը սկսել ենք 2022-ի սկզբին ենք սկսել դեսպան Քիլեջի հետ մեկտեղ, Սեդայի հետ։